հայ թենիսիստը դարձյալ գրությունների աջակցությունը, համախմբվածությունն ու համատեղ ջանքերը Արցախի ձայնը ամբողջ աշխարհում լսելի դարձնելու համար։ Շնորհակալ ենք բոլորին։ Այդ աջակցությունը շատ կարևոր է Արցախի 120,000 հայության համար։ Արցախում անգամ այս դժվարին ժամանակահատվածում կյանքը շարունակվում է, նոր ընտանիքներ են կազմվում եւ հերթական պսակադրությունն է տեղի ունեցել։ Նշեմ, որ այսօր 43-րդ օրն է, ինչ Արցախի 120,000 բնակչությունը լիակատար շրջափակման մեջ է։ Անջատել են նաև գազամատակարարումը, վնասել են բարձրավոլտ էլեկտրական գծերը։ Այո, մենք անկազմակերպ ենք եղել եւ բաց ենք թողել մի շարք հարցեր մեր ռազմական գերատեսչության պատճառով, հա, բայց Ադրբեջանը գնում է այդ քայլերը, այդ խնդիրները լուծելու, երբ որ Սիսիանի ուղղությամբ արձակում գործում, բարձրուկներ գրավում կամ միալ քայլեր անում, փորձում է որ խնդիրները լուծի յոկոտ Իրան։ Հիմա Հայաստանը ունել հոյակապ դիրքորոշում, որ կարելի է խնդիրները լուծել ապա շրջափակումը, որտեղ եւ Ադրբեջանը եւ Հայաստանը օգտվելու են երկուսից, բայց միշտ այդ լծակը մնալու է Հայաստանի ձեռքին։ Ուզում ենք լուծենք, թե չենք ուզում լուծենք։ Թե ուզում ենք ուղղակի այն տպավորությունը, որ այս վերջի 300 տարին հայ ազգը միշտ բուֆերի դերում ա եղել, այդ բուֆերի դերից դուրս են գալիս, թե դուրս չեն գալիս։ Կարող ենք մեր հարևանների հետ, մեր շահերից բխող պայմանավորվածության գանք, թե ոչ։ Ես գտնում եմ, որ այո եւ գնում ենք այդ ճանապարհով։ Բանալին այդտեղ է, պարոն Բաբայան։ Թուրքերի ադրբեջանցիների հետ տարածաշրջանում ապրելու է վերջո։ Այո, բանալին այդտեղ է եւ մենք պետք է գնանք հստակ քայլերով եւ հստակ լինելով մեր խնդիրները լուծենք։ Սա է ճանապարհը եւ նրանք ովքեր լավ չեն պատկերացնում կամ լավ չեն ընկալում, խնդիրների ընդհանուր փաթեթը դա արդեն երկրորդ խնդիրն է։ Ես կասեի իմ տեսանկյունից մենք գրավոր ներկայացրել ենք կառավարությանը մենք ինչ ենք տեսնում, ոնց ենք պատկերացնում, այդ խնդիրների ապաշրջափակման մասին է խոսքը եւ կհանդիպենք երևի կիմանանք որ ինչքանով է մեր տեսակետը ընդունելի եղել կամ ոչ, բայց մենք հետեւական ճանապարհ միջանցքել է իրանց համար ասենք կապում է Նախճիվանը Ադրբեջանի այս մի հատվածի հետ։ Հիմա միջանցք ասելով դուք ինչ եք, իրանք ինչ են հասկանում, մենք ինչ ենք հասկանում։ Այստեղ կարևորը սուվերենության հարցը։ Այո, մենք սուվերենություն ունենալու ենք, տամոժնիները նստած են լինելու, հարկվելու են այդ մեքենաները, որ անցնում են, ստուգվելու են եւ այլն եւ այլն։ Մենք սա ենք հասկանում։ Մնացածը թե իրանք ոնց են դա պատկերացնում։ Դա այլ խնդիր է, սա մեկ երկրորդը բարձ է իրանք խեն անընդհատ միջանց բարակապակցություն օգտագործում, որտեղ նրանց պետք է ստաբիլ խնդիրներ լուծել։ Հա, ասենք ես չի ցանկանա ավելի խոր մտքացել, ասենք նույն Վրաստանը այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի վզին փաթաթված է տնտեսապես մի շարք հարցերով եւ տրանզիտի եւ արգին բաներ գործնելու իրանք պետք է հասկանան Ադրբեջանը վստահ լինի, որ վաղը Հայաստանը նույնիսկ չի փակելու այդ ճանապարհը։ Դրա համար իրանք այդ միջանցք եւ այլն եկեք չմանրանան։ Երաշխիքներ են ավելի շատ ակնկալում Հայաստանը։ Այո, դրա համար այդ երաշխիքները այլ տեսակի կարելի է տալ, որ հասկանան, որ ամեն ինչ նորմալ է։ Երևի թե պարոն Բաբայան, մեզ մոտ հայաստանյան հարությունում այդ անհանգստությունները գալիս են Ալիևի այդ ռազմատենչ հայտարարություններից, որ ուժով միջանց կբացեմ եւ այլն, մանավանդ որ նրա թիկունքին կա հստակ դաշնակից եւ ամեն պահի երևի թե կոնկրետ աջակցություն կարող է ստանալ Թուրքիայի մասին է։ Մենք շատ դեպքերում տեսնում ենք, որ ռազմական այսպես բախումների ժամանակ մենք կոնկրետ աջակցություն չենք ստանում մեր դաշնակցից, չնայած մայիսին գրավոր դիմել են եւ այստեղ Ալիևը ադրբեջանական կողմի վստահությունը կարծես թե հենց դրանից է գալիս, որ մեր նկատմամբ սադրանքների դեպքում դատապարտում չի տեղի ունենում գոնե հապկի կամ Ռուսաստանի կողմից։ Ինչ է կարծում, կփորձի սրանից հետո էլ ռազմական փոխհրաձգություններ, սադրանքներ սանձել, թե այնուամենայնիվ հավատանք նրա այս բառերին, որ հայկական կողմում համագործակցությանը ուղղված դրական միտումներ կան, Ալիևն է ասում։
Խնդիրը հետևյալն է, եթե մենք ասոցիացիա շրջափակման մասով, եթե մենք գալցենք համաձայնության եւ քարտեզների հարցով դեմարկացիայի, դեմիլիտացիայի հարցում, ապա իմաստ չեմ տեսնում որևէ հռետորական տենց ուժային դիրքերից խոսելու, որտեղ անիմաստ է, արդեն քեզ լուրջ չեն ընդունել, հա? Հիմա մենք կարող ենք ենթադրել, որ մեր դիրքորոշումը ինչ քարտեզ, գլխավորը ինչ քարտեզներով, որ թվականի քարտեզներով ենք այդքան անելու, եթե սա էլ հստակեցնենք մեր համար, այնց հետո խնդիր չի լինելու։ Ընդհանրապես տալ Ղարաբաղի մանդատ եւ դրանով իսկ Ռուսաստանը լինի, մենք միանգամից Ղարաբաղը անում ենք միջազգային դրույթ, Ադրբեջանը այլևս չի կարող ասի դա իր ներքին խնդիրն է, եւ Ռուսաստանի հայտարարությունը անընդհատ երբ որ խոսում են խաղապարների մասին, Ռուսաստանը այլ միտք է դնում, իսկ Ադրբեջանը ընդհանրապես այլ միտք է դրել եւ Ալիևը դա թափանցիկ արտահայտեց, ասեց, որ որտեղ որ ռուսական զորքը կան, դեռ ՉՊ չի լինում, որովհետեւ կրակոց չի լինում։ Ինչ նկատի ուներ ինքը չնայած գիտեր, որ եղել է եւ մեկը չի եղել։ Ինքը նկատի ունի, որ ապագայում, որ արդեն ռուսական զորքը քանի որ կա, որ դուրս գալու, մենք այս տարածքում ЧՊ չենք արել։ Այն ЧՊ-ները, որ եղել է Հայաստանի պետական սահմանին է եղել, դա էլ չի լինելու, որովհետև դեմարկացիա, դեմիլիտացիան պայմանավորվել ենք, ճանապարհների հասկանում եք, տարբեր մտքեր արտահայտեցին, տարբեր շահեր կար այդ արտահայտությունների մեջ, Ադրբեջանը իր շահից ելնելով ակոսում, մերոնք Հայաստանը իր շահից եւ Ռուսաստանն էլ ընդհանրապես այլ բան նկատի ուներ։ Որ Ռուսաստանը ուզում է, որ մշտական մնա Ղարաբաղում, դա փաստ է։ Որ Ադրբեջանը չի ուզում դա տեսնի, դա էլ է փաստ։ Հիմա ոնց են այս խնդիրները լուծելու։ Սա այս փուլից հետո անցնելու ենք երրորդ խնդրին։ Հիմա այս փուլը ինչքանով ճիշտ մենք կստեղծենք այդ պրաշական բանակցությունների հետագա, կախված է մեզանից։ Բանակով զբաղվեն։ Երբ որ զբաղվեն, ամեն ինչ գնելու է իր տեղը։ Մենք անպայման խոսելու ենք բանակի հնարավոր փոփոխությունից, նաև դուք բազմիցս առաջարկներ եք արել, թե նախկին իշխանությունների ժամանակ, թե հիմա վերականգնման տարբերակներ, բայց մինչ այդ ես ուզում եմ ճշտել Արցախ ձեր այցից մի քիչ խոսենք, հա, ընդհանրապես Արցախում ինչ տրամադրություններ են։ Այ արցախցիները ունեն այդ զգացողությունը, որ այնուամենայնիվ այսքանից հետո նույնիսկ իրենց ապագան կախված է լինելու իրենցից ինչ որ բան կախված է եւ միայն մեծ տերությունները չի, որ պետք է ասեն եւ իրենք հնազանդվեն։ Ընդհանրապես Արցախում ինչ տրամադրություններ, ինչ վիճակ է, պարոն Բաբա։ Արցախում ես տեսնում եմ, որ վիճակը հետևյալն է, իրանց փոխարեն բոլորը մտածում են, իրանց հարցերի լուծվելու է, Երևանում կլուծվի, Երևանը Մոսկվայում, Մոսկվան Ամերիկայում, չգիտեմ, որտեղ են ուզում լուծեն։ Իմ խորհուրդն է եղել, որ իրանք մտածեն, որ իրանք են իրանց հարցերը լուծելու, ուրիշ ոչ մեկ չի լուծելու այդ հարցերը։ Մեկ, երկրորդը, որ կարողանանք մենք Արցախի համար անվտանգության երաշխիքները, ասենք անվտանգությունը դա ճանապարհներն է, դա մանդատն է, որը այդ ապահովում է եւ իր ներսում իր բանակը, իր տնտեսությունը զարգացնելն է, որ կարողանանք։ Այդ ամբողջը չի կարելի մեկը մյուսից տարանջատել ու գնալ մի խնդիրը լուծելու հետո մյուսը։ Սա է եւ փորձել եմ ես դա ներկայացնեմ գրավոր, առանց որևէ կաշկանդի 3 կետ, դա քաղաքական, դա տնտեսական, դա ռազմական եւ բացատրել եմ, որ դա պետք է համանadrություն փոխվի Արցախում, որ սա իրականանա, այսինչից խոսում ենք։ Հա, հիմա ինչքանով կհամաձայնվեն կանեն, կգնան այդ ճանապարհով արցախցիները իրանք են որոշում։ Ես որպես քաղաքացի, որպես մարդ, որպես իմ ազգին սիրում եմ, իմ երկիրը փորձել եմ ներկայացնեմ այն ինչ որ հնարավոր է։ Այն ինչ որ կարելի է անել, այն ինչ որ ոչ մի բան կորցրած չի, ոչ մեկը թող չմտածի, որ դա անհնարին է։ Մեկ կարծում ասում դեպա գիտեք լավ բան է, բայց կլինի սա,
Այո, իհարկե, որ անես կլինի, որ նպատակը դնես գնաց այդ նպատակին հասնելու ես։ Շատ կարևոր բան ասացիք, ներողություն, ինչ որ հնարավոր է, ինչ որ կարելի է, հա։ Մինչև պատերազմը լրիվ այլ ռեսուրսներ էր ենթադրում Արցախը, Արցախ ասվածը, այսօր լրիվ այլ ռեսուրսներ, չհաշված այդ կորուստները տնտեսական, ռազմական, նաև մարդկային, տարածքային է դրան ավելացել, ռեսուրսային առումով Արցախը այսօր ունակ կլինի այդ ձեր ասած խնդիրները լուծել։ Մեծ եմ ասում, այո, ունակ է այն ինչ որ կատարում է Հայաստանի կողմից, ունակ է այդ խնդիրները լուծելու, սա մեկ։ Նայեք ինչքան հետաքրքիր բան է կատարում, շատ հասարակ բան եմ ասում։ Ադրբեջանը Արցախի բուն ՆԿՕ-ի տարածքի 30%-ից ավելին գրավել է, հա։ Բայց ասում եմ, ես պետքա մյուս տարին հայկական լրատվականներ տարածում է, որ փախստականների տեղանվածներին վերադարձնել։ Ասում եմ, լսի, քանի տոկոս է կազմել ադրբեջանցի Արցախում որ ապրել, ասում եմ 25%։ Բայց ինչ ես վերադարձում, արդեն թալանել ես, տարել ես։ Արդեն վերցրել եք։ Ինչից ես խոսում դու։ Հասկանում մեկը չկա որ տեղակնի նստի բանակցի դրանց, հասկացնի, այս ինչից եք խոսում դուք ընդհանրապես։ Ինչի մասին եք խոսում։ Դուք մինչև չվերականգնեք Արցախի բուն, Արցախի տարածքը, որովհետեւ ադրբեջանցի չի կարող վերադառնալ։ Մոռացեք դրա մասին խոսելը։ Կամ ասենք Բելարուսի, ասենք ռուսական զորքի եկել է կանգնել, Արցախցին գնում է մեքենան կանգնեցնում են բաղաժնիկ են ստուգում, ազնագիր են ստուգում։ Տեսել եք ասում եմ մի անգամ մի ադրբեջանցի կանգնեցնեն ստուգեն։ Հիմա դուք եկել եք մեզ պաշտպանել, թե եկել եք մեզ հսկելու։ Հարցացակում։ Այդ ղեկավարությունը պիտի մի անգամ այդ կոմենդանտը ինչա ինչ որ ունեն խոսեք իրար հետ։ Հենց խոսում ես, ասում եմ, բաբան հակառուսական է։ Հակառուսական չեմ, ես հարց եմ տալիս, հասարակ հարց։ Տեսած կաք մի հատ ադրբեջանցու մեքենա կանգնեցնեն, բագաժնիկը ստուգեն, ազնագիրը ստուգեն։ Լսել եք, բայց չեք տեսել։ Բայց ձերը տեսնում եք, չէ՞ մենք այլափողի։ Կամ ասենք Լաչինում մի ամբողջ կալոնա կանգնեցնում են, որ մի հատ Ադրբեջանի մեքենա պիտի գա այս ճանապարհը անցնի։ Հիմա խոսում ենք, ասում են երկրորդ ճանապարհը պետք է տական վտանգ, տես չի կարա լինի, ասում է, հա, պակլինի տենց։ Հասկանում եք, չի կարելի ժողովուրդ այս ձև։